Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը նախագահել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Եվրոպական կողմից Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առևտուր եւ առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները եւ համապատասխան ճանապարհային քարտեզները հետեւյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում եւ էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ եւ կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր եւ կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում։ Երևանում մեկնարկում է Հայֆ-Երևան 2025 միջազգային ներդրումային ֆորումը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման եւ ներդրումային համագործակցության առաջատար հարթակ է։ Ֆորումը նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտի զարգացումը, նպաստելով ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը եւ կայուն զարգացմանը։ Այն նաեւ կնպաստի Հայաստանը որպես մրցունակ զբոսաշրջային ուղղություն դիրքավորելուն, տարածաշրջանային եւ համաշխարհային քարտեզի վրա։ Միջոցառումը բաց է բոլորի համար։ Մասնակցությունն անվճար է նախապես գրանցված եւ հաստատում ստացած անձանց համար։ Ֆորումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ եւ նախորդ տարվա Հայֆ 2024-ի արդյունքում կնքվել են 2 ներդրումային պայմանագրեր։ Այս տարի շեշտը դրվելու է նոր հյուրանոցային նախագծերի իրականացման, ռեզորտային անշարժ գույքի զարգացման, ռազմավարական ներդրումների ներգրավման, թվային լուծումների ներդրման եւ կայուն զարգացման ստանդարտների ինտեգրման վրա։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Մրգաստան եւ Հայթաղ բնակավայրեր, հետևելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում մարզպետը նախ եղել է Մրգաստան բնակավայրում, ծանոթացել եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման, սալարկման աշխատանքներին։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 538 հազար 170 ՀՀ դրամ, որը ֆինանսավորվում է 50% կառավարության եւ 50% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Մրգաստանի Սուրբ Հովանես եկեղեցի տանող 300 մետր երկարությամբ եւ 1800 քառակուսի մետր մակերեսով ճանապարհի վերանորոգում եւ տուֆով սալարկում։ Շահառուների թիվը 1540 մարդ։ Մարզպետն այցելել է նաեւ Մրգաստանի միջնակարգ դպրոց, զրուցել տնօրինության հետ, ծանոթացել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին։ Հաջորդիվ Արգիշտի Մեխակյանն այցելել է Հայթաղ բնակավայր, որտեղ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել է մանկապարտեզի վերակառուցում եւ ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում։